Ողջույն հարգելի հետևորդներ, երկրի վիճակը հաղորդաշարի հերթական հաղորդումն է եթերում։ Հայաստանում նրա շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը վերլուծելու համար այսօր հրավիրել եմ մեր տաղավար ԱԺԲ խորհրդի անդամ Եղիշե Պետրոսյանին։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Պարոն Պետրոսյան, շատ մոտ ժամանակներում լրանալու է Սասնա Ծռերի ապստամբության հերթական տարեդարձը։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն ժամանակ Սասնա Ծռերի զինված ապստամբությունը ՊՊՑ գունդը գրոհելը ուղեկցվեց նաև քաղաքական միավորի ստեղծմամբ, հակաճգնաժամային խորհրդի ստեղծմամբ, որի կազմում նաև դուք էիք, ղեկավարում էիք արդեն քաղաքական պայքարը, այսպես ասած։ Կուզենամ ձեր կարծիքը տարիների հեռվից։ Դուք դեռևս այն կարծիքին եք, որ Սասնա Ծռերը հերոսներ են ու խիզախ մարդիկ, որոնք զոհելով իրենց կյանքը կազմակերպեցին այդ ապստամբությունը։ Միանշանակ իրանք մեր ժողովրդի, մեր ազգի արու զավակներն են եւ արի զավակներն են եւ հասունացած էր ամեն ինչ, զգացվում էր դավաճանական ընթացքը Արցախի նկատմամբ, ստորգետնյա ջրեր էին հոսում եւ այդ ամեն ինչը արդեն ընկալվում էր, որ ինչ որ մի բան մեր գլխին կատարվելու է եւ այդ ապստամբությունը փաստորեն կասեցրեց այդ ընթացքը, համենայն դեպս հնարավորություն տվեց մեր ժողովրդին եւ մեր պետությանը ռեստարտ լինելու եւ պատրաստվելու դիմակայության։ Ցավոք սրտի դա չարվեց, ինչպես եւ միշտ ամեն ինչ թողնում են հետոյի, ամեն ինչ պետք է իրենց փոխարեն որոշեն ուրիշները եւ այս ընթացքի մեջ ենք մինչեւ այս պահը։ Ես ցավում եմ, որ այդ տղաները մինչ այժմ բանտում են, իհարկե ոչ բոլորը, 3 խմբի են բաժանել, մի խումբը Վարուժան Ավետիսյանի հետ մայիսի 28-ին ցուցադրական ձերբակալվեցին 23 թվի Սարտարապատի օրը, երբ մենք պատրաստվում էինք տոնել Սարտարապատի ճակատամարտի հերթական տարեդարձը, որը մեր ազգի համար, չգիտեմ, ամենափառահեղ էջերից է, ամենափառահեղ եւ վերջի երևի թե մի քանի 100 տարվա համար մենք նմանատիպ բովանդակության պայքար եւ հաջողություն չենք արձանագրել եւ դա սկիզբ դրեց մեր առաջին հանրապետության։ Եվ հենց այդ օրը ձերբակալելը դա ցուցադրական նկարահանումով, բանով, դա ուղղակի երևի թե պատվիրատուներին ցույց տալու համար էր հենց այդ օրը ձերբակալությունը։ Իսկ մյուս երկու խումբը դեռ դատերի մեջ են, ընթացքը գնում է եւ ես պետք է ասեմ, որ մենք որպես ապերախտ ժողովուրդ չգնահատեցինք մեր այդ տղաների այդ ըմբոստությունը, նրանց ապստամբության էությունը չգնահատեցինք եւ դրա համար մեր հետ շարունակում է կատարվել այն, ինչ որ մեր հետ կատարվում է։ Հիմա բացի ձեզնից, ձեզ ասելով ձեր քաղաքական թիմը, ԱԺԲ-ն, համարյա բոլորը քաղաքական դաշտում, մերձ այդ շրջանակները Սասնա Ծռերին համարում են ահաբեկիչներ եւ չմոռանանք, որ 3 ոստիկան է զոհվել այդ գործողության ընթացքում։ Դուք համարում եք հերոսներ, մնացած բոլորը ահաբեկիչներ։ Կարելի է ընկալել ձեր մոտեցումը որպես կանխակալ մոտեցում, քանի որ ձեր ընկերներն են, հերոսներ են, բայց մնացածի համար եւ իշխանական եւ այսպես ասենք ընդդիմության դաշտում գտնվող ուժերի համար նրանք հայտարարվում են ահաբեկիչներ։ Ես ասեմ, որ այդ ապստամբության օրերին
խորհրդում ընդգրկված էին համարյա թե ընդդիմադիր դաշտի բոլոր պերսոնաները։ Եթե դուք վիդեոն նայեք, կտեսնեք, որ բավականին շատ մարդիկ էին ներգրաված, այսինքն իրենց բնույթով ընդդիմադիր մարդիկ կանգնած էին այդ շարքերում։ Այլ բան է, որ հիմա ինչ որ մարդիկ կիսվել են եւ արդեն սկսել են սպասարկել իշխանամետ շրջանակները թուրքական շահը, ռուսամետ շրջանակները Ռուսաստանի շահը։ Հիմա շատ ակնհայտ այն ժամանակ մենք կարծես թե ընդամենը ունեինք մետրոպոլիան Ռուսաստանը, որը մեզ պահում էր կիսագաղութացված վիճակում, սա էր մեր գերխնդիրը, չունեինք կորցրած Ղարաբաղ, Արցախ չունեինք կորցրած, մենք ընդամենը ընդդիմադիր էինք երկրի ընթացքին, ընթացքը ինչ էր, զորբայություն, անարդարություն, կոռուպցիա սարսափելի մասշտաբների, ընտրագեղձիկներ, այսինքն մենք ուզում էինք, որ ունենայինք նորմալ արդար երկիր։ Սա էր մեր ձգտումը եւ դա համախմբեց Սասնածռերի ապստամբության օրերին համախմբեց շատ գործիչների, որոնցից հիմա ոմանք սպասարկում են այս իշխանությունների վարած քաղաքականությունը, որը արդեն այլ վիճակ է։ Ոմանք անկախ են դեռ իրենց դրսևորում ոչ մի ուղղության չեն հարում, բայց որ մեր երկիրը լուրջ վտանգված է եւ վտանգավոր ընթացքի մեջ ենք, դրանում ոչ մի խոսք։ Ցավոք սրտի արդեն ունենք շատ բսկտված հասարակություն։ Մենք Արցախյան պատերազմը չէինք հաղթի, եթե ունենայինք sense բսկտված հասարակություն։ Հիմա տոտալ բսկտվածություն է։ Ոչ ոք ոչ մեկին չի վստահում, ոչ ոք ոչ մեկին չի գնահատում։ Եվ դրան նպաստում է այն քաղաքականությունը, որ 20 թվից հետո, հատկապես 20 թվից հետո 19-ից սկսած տարվեց մեր մեդիայում բոլորին փնովել, հայհոյախառնցած մի զզվելի բանը մտնոլորտում ենք մենք բոլորս ու սա խանգարիչ հանգամանք է, որպեսզի կարողանա ազգը համախմբվի եւ լուծի իր պետության, իր ազգի արչեւ ծառացած խնդիրները։ Այս վիճակում դա անհնար է։ Այնուամենայնիվ 3 ոստիկան զոհվեց։ Ուրեմն ես չմոռանամ 3 քաղաքացի։ Չմոռանամ ասեմ, որ ես մինչ այդ Սասնածռերից ոչ մեկի հետ ծանոթ չեմ եղել։ Ոչ մեկի, բացարձակապես։ Ես հետո եմ ծանոթացել, երբ որ իրենց խափանման միջոցը փոխվեց եւ այլն, ես նոր սկսեցի ծանոթանալ այդ մարդկանց հետ։ Ես էության մասին եմ խոսում։ Այո, զոհեր եղան, բայց երկուսը շատ կասկածելի եւ նաեւ մինչեւ այս պահը նկատի ունեք Գագիկ Մկրտչյան, Յուրի Տեփանոսյան։ Այո, ես Տեփանոսյանի հոր հետ ես հանդիպել եմ։ Մարդը ասում է, իմ տղային սպանել են յուրայինները, որպեսզի սրեն իրավիճակը։ Գագիկ Մկրտչյանը։ Գագիկ Մկրտչյանին պատմելով նա իր ոտքով նստել է շտաբօգնության մեքենա։ Պաշտոնական լրահոսում էլ կա, որ 20 օր հետո է մարդը մահացել հիվանդանոցում։ Այո, մարդը վիրավորվել է։ Ձեռքից վիրավոր։ Այո, իրեն ուղեկցել են, հենց նույն ծռերը, ուղեկցել են, նստեցրել են մեքենա, տարել են հիվանդանոց, թե 20 օր հետո ինչ է եղել այս մարդու հետ, չեմ կարող ասել։ Իհարկե շատ ցավալի է, որ լավ կլիներ, որ չլիներ, բայց չի լինում ամբոստություն կամ ապստամբություն, որտեղ մի որևիցե անկանխատեսելի բան չի կատարվում։ Իհարկե շատ մեծ ցավ է, որ զոհ կար։ Եթե զոհը չլիներ, կարող է ընթացքը ընդհանրապես ուրիշ լիներ։ Հասկանում եք, եթե
ժողովուրդը ավելի միահամուռ կաջակցեր, ես կարծում եմ։ Բայց հիմա ոչ մի ապստամբություն առանց դրա չի լինում։ Եվ մենք ունեցել ենք նաև իշխանափոխություն ձեռքերը վայր բարձրացրած, չէ, վեր բարձրացրած, որտեղ ամեն ինչ խաղաղ եղավ, չէ, իշխանափոխությունը եղավ, բայց հետո Ոչ բռնի թավշյա, այո, բայց հետո եղավ ժողովրդավարական հեղափոխություն։ Բայց հետո եղավ հազարավոր զոհեր։ Սա ինչ է, սա պարտադիր էր, որ լիներ։ Կարող էինք չունենալ, բայց Արցախը տայինք ու Կարայինք եւ չտայինք եւ չունենայինք այդքան։ Էդ էլ կար։ համոզված է։ Այո, համոզված եմ։ Բայց իշխանություններն ասում են կարող էր լինել այս վիճակը, բայց առանց այդ զոհերի։ Իշխանությունը այնքան սուտ բան ասում, այնքան խեղաթյուրված ինֆորմացիա է տալիս։ Եթե տեսեք, ամբողջ ժողովուրդը դուրս եկավ 18 թվին, որպեսզի ավարտին հասցնի 16 թվականի ապստամբության շարունակությունը, հա, հասցնի ավարտին։ Այո, այդ ոգին փոխանցվեց այստեղ։ Այնպես չէր որ Այդ ոգին դարձավ դուխ։ Հա, ոգին դարձավ դուխ եւ նրանք սպասում էին այդ արդարությանը, երկրի ընթացքի փոփոխությանը, կոռուպցիայի վերջին, այսինքն այն բոլոր խոստումները, այն ինչ երազում էր այս ազգը, այդ բոլորի սպասումով բոլորը դուրս եկան փողոց։ Եվ այդ պարագայում համայն հայություններ կարծես թե միատար ամբողջ ժողովուրդն էր միատար եւ այդ ժողովրդի այդ ոգին այդ պատրաստակամությունը ծառայել հայրենիքին ամրացնել բանակը եւ այլն պետք էր օգտագործել եթե օգտագործվեր ոչ թուրքը իր բայրակտարներով կարար ոչ են սիրիացի բաները վարսկանները կամ չգիտեմ հիաշմա եւ այլն չէին կարող ոչինչ անեին մեր հետ եթե մենք խելացի պատրաստվեինք դրան այնինչ մենք մեզ սկսեցին ներարկել բան հենց օփիում որ հանգստացեք վայելեք կյանքը եւ ավելի լավ կլինի այսինքն մենք չպատրաստվեցինք այդ աղետին եթե հասարակ ժողովուրդը կարող էր եւ չպատկերացնել չզգար ինչ են պատրաստվում մեր դեմ, բայց չէ որ երևում էր եւ ես իմ նման շատ մարդիկ գոչում աղաղակում էինք որ սենց բաներ է սպասվում պատրաստվելու փոխարեն աչքաթող արվեց այս ամեն ինչը եւ զոհերը եղել են հենց առաջի օրերին որովհետեւ անպատրաստ ընկել են կրակի տակ իսկ հրամանատարությունը չկարողացավ կազմակերպել ոմանք ծառայելով այլ երկրների շահերի փորձում էին օգտագործել այս պահը իշխանափոխություն անելու ստեղը այսինքն երկու ստեկ փնթի մի վիճակ որը մեզ բերեց այս աղետին եթե այն էներգիան որը ես ասում եմ այն ոգին օգտագործվեր թե սփյուռքի հնարավորություններ թե այստեղի մարդիկ պատրաստակամ էին անվճարել աշխատելու ամեն ինչ անելու տոփոսել փորելու բունկերել կառուցելու ինչի չարվեց որպեսզի այս արդյունքը լինի Դուք նշեցիք որ 18 թվականի հեղափոխությունը ժողովուրդը դուրս եկավ փողոց 16 թվականի շունչը շարունակելով եւ որ փոխվի պետության ընթացքը, պետությունում երկրում տիրող իրավիճակը, երկրի վիճակը վերջին հաշվով, բայց փոխվեց, չէ։ Եկան արևմտամետ ուժերի իշխանության
Ինչքանով Երկրի վիճակը փոխվել է, երկրի ընթացքը փոխվել է։ Ինչ ուր է փոխվել։ Դե բոլորն ասում են, որ սորոսականներն են հիմա իշխանության, արևմուտքի կողմից մոռացել են, դրա մասին չեն ասում։ Չէ, դեռ ասում են։ Այդ ռուսներն են, որ գիշեր ասում։ Դե հիմա նույն ռուսներն էլ ասում են, որ արևմուտքի թելադրանքով է Հայաստանի իշխանությունները գործում, բոլոր նրանց արարքները արևմուտքի թելադրանքով են։ Այստեղ շատ ընթացքը փոխվեց փաստորեն։ Շատ այստեղ ընթացքը փոխվեց ինչ, մենք եթե ունենք որոշակի ամուր դիրք Արցախի հետ միասին, հիմա մենք այդ դիրքը չունենք, մենք հիմա գնդակի տեղ ենք, արևմուտքն էլ է մեզ տշում, ռուսն էլ է տշում, այսինքն մենք հիմա դարձել ենք բան, ոչինչ չներկայացնող մի բան, ֆլուգեր, Կամին սենցա պիչում, սենցա լնում, սենցա, իսկ ի տարբերություն մեզ, այդ բոլորը արևմուտք կլինի, թե հարավ արևմուտք կլինի, հյուսիս արևելք կլինի, նրանք բոլորը կայացած պետություններ են իրենց երկրի շահը, իրենց պլանավորումը տարիներ անց պատկերացումներ ունեն եւ այն մենք բացարձակ այդ ամեն ինչից զուրկ ենք եւ զրկվեցինք ընդհանրապես։ Դրա համար արևմուտքն էլ է խաղում իր խաղը մեր գլխին, հյուսիսն էլ հարավն էլ գումարած։ Հիմա նայեք, պարոն Պետրոսյան, ձեր ուժը ազգային ժողովրդավարական բևեռան մեծ ակնածանքով էր վերաբերում Ֆրանսիային։ Այո։ Ֆրանսիայի արտգործնախարարի այստեղ այցի ժամանակ, Հայաստան այցի ժամանակ նամակ փոխանցվեց դեսպանատուն, կարդացին այդ նամակը տարբեր լեզուներով դեսպանատան դիմաց եւ այլն։ Դուք միշտ համարել եք Ֆրանսիան մեր մոտակա դաշնակիցը, արևմտյան ճամբարից, այսպես ասենք, արևմուտքի ճամբարից, բայց Մակրոնը Ֆրանսիայի նախագահը շատ տարակուսելի հայտարարությամբ հանդես եկավ օրերս։ Հիմա ինչու նույն հայտարարությամբ հանդես չեկաք, դեսպանատուն չտարակ նամակ հանձնեք, տարբեր լեզուներով կարդայիք։ Չէ, դեսպանատուն չեք հանձնել, դուք հայտարարություն եք տարածել 3 Ֆրանսիայի նախագահի արտահայտությունների վերաբերյալ, բայց միայն հայտարարություն։ Այն ակնածանքը, այն խանդավառությունը, որ կար արտգործնախարարի Հայաստան այցի ժամանակ, չի նկատվում հիմա այդ անհանդուրժողականությունը նրանց վերաբերմունքի նկատմամբ դեպի մեզ։ Թարգմանությունը կլինի անպայման կանձնենք, իհարկե։ Մենք մեր դիրքորոշումը շատ հստակ է։ Ցանկացած բան, որը հակընդդեմ է հայոց շահերին, մեր ազգի շահին, մեր համար անընդունելի է։ Կապ չունի դա մեր ժամանակին գովերքած Ֆրանսիան կլինի, թե Ամերիկան, որը Բայդենի ժամանակ այլ էր, հիմա եկավ մի ուրիշ Բայդեն։ Արդեն շունը տիրոջ չի ճանաչում։ Մենք ազգովի անընդհատ հույսներս դնում էինք միջազգային կառույցների լավ կհիշես, որ անընդհատ սպասում ենք, որ միջազգային կազմակերպությունները հայտարարություն կանեն, չեն թույլ տա էս, չեն թույլ, բայց պարզվեց, որ այս ամեն ինչը զորբաների ձեռքում խաղալիք են։ Եվ այդ միջազգային կառույցները, հա, եւ երկակի, երակի ստանդարտներով ամեն ինչ էսենց որ գնում է, մենք առավել եւս պետք է ներքաշվենք մեր պատյանի մեջ ամրանանք, բայց չզիջելով որևիցե մի բան, որովհետեւ այդ զիջումն էլ պարտադրվում է, եթե հեշտ դու զիջում ես, ընկրկում ես, դրանք անպայման առաջ են գալիս։ Ադրբեջանը ձեզ օրինակ, Թուրքիան ձեզ օրինակ։ Հասկանում եք։ Ու երբ որ քո մեջքը ամուր չի, քեզանով դու ամուր չես կանգնում քո հողի վրա, քո հետ կվարվեն ոնց կուզեն։ Վաղուց արդեն այս Սյունիքի միջանցքը տոկած կլինեին, չլիներ Պարսկաստանը եւ նաեւ Ֆրանսիան։ Բայց չգիտես ինչի, ոնց որ մերոնց են համոզել, որ եթե հանկարծ այս իշխանությունը
չլինի, անպայման դրա տեղը գալու են նախկինները, այո, նախկիններն էլ ռուսական գիծն է, եւ այս համոզումը իրանք շատ լավ տարածել են ամբողջ արևմուտքում։ Սրա համար ենթադրում եմ եւ խոսակցություններն էլ երբեմն այդ տրամաբանությանն են բերում, որ այն մարդիկ էլ ոնց որ ստեղ են ասում, բա նրանք կա նույն Մակրոն, նույն բանի դեսպան Ֆրանսիայի դեսպան կլինի, հասկանում եք, Ֆրանսիայի դեսպան կլինի, Ամերիկայի դեսպան, նույն կուտ ուտողներն են, կուտը ուտում են, փոխանցում են այնտեղ, նրանք էլ այդ հայտարարությունն անում են։ Եթե մեզ թվում է, թե նրանք այս ամբողջական խորությամբ գիտեն ինչա մեր մոտ կատարվում, չէ։ Բաներով է, ռապորտներով է։ Զեկույցներ։ Այո, ստից ռապորտը եթե սխալ գնաց, դա շարունակվելու է մինչև ամենավերևը։ Հասկանում եք։ Եվ ի վերջո ամեն մեկը իր աշխատանքը ցույց տալու համար փորձում է այս իշխանությունների հետ լոյալություն պահի, հա, որպեսզի սրանք գովան այնտեղ հանդիպումներում ասեն, այո, մենք ձեր դեսպանատուն հրաշալի աշխատում, դա նշանակում է մարդը դեռ այդ պաշտոնին ամանում։ Սենց փոխշահավետ համագործակցություն։ Պրիմիտիվ բաներով մարդիկ դեզինֆորմացվում են եւ այդ դեզինֆորմացիայի արդյունքում ծնվում են սենց հայտարարություններ։ Լավ, Ֆրանսիայի նման պետության ղեկավարը դեզինֆորմացվի ու այդպիսի հայտարարություն անի, այն դեպքում, որ հայ համայնքի հետ հանդիպելու ընթացքում ընդհանուր հանդիպումներից մեկից հետո Մակրոն ինքն էր, չէ, հայտարարել, ես Հայաստանի շահերը ավելի էի պաշտպանում, քան Նիկոլ Փաշինյանը։ Այո։ Դա պաշտոնական տեղեկատվությամբ այդ լուրը տարածվել է։ Հիմա այդ մարդը, այդ զեկույցը ստանում է ու տենց ասում է, բա չես ասի, բաներ փոխվել է, տերոր էր պատրաստվում, հեղաշրջում, զենքով, զրահով, տանկերով, ինքնաթիռներով, չգիտեմ ինչով, այս մեր պրոպագանդան ինչ անում։ պատիտակ Մեր մեդիան գյուլեին, այս մի նենց աղմուկ հանեցին, նրանք ասին, վայ աման, տերորիստները գալիս են Ռուսը հետ է գալի։ Հասկանում ես, շատ բան է։ Մեր պատկերացումը ընդհանրապես արևմուտքի, արևմտյան դեմոկրատիայի եւ այլն։ Ասենք, եթե հյուսիսինը շատ լավ գիտենք, զորբայություն, կոպիտ ուժ, հա, չգիտեմ, ճնշումներ եւ այլն, նրանք փափուկով, բայց եթե հնարավոր է, որ Ամերիկայի պես գերտերության ղեկավար դառնա Տրամպը, լավ, երկրորդ անգամ է դառնում, եթե մի անգամ դառնար առաջին անգամ, ես ձեր հետ համաձայն կլինեի։ Ժամանակավոր երևույթ է, ինչ որ բան պետք է անի ու գնա։ Ինձ թվում է վենցն է լինելու։ Իմ մոտ այդպեսի տպավորություն կա։ Հենց մի քիչ sense բան կանի, հա, առաջի ակցիաները կանի ու սիրուն կերաստ։ Իմ ասածը այն է, որ եթե սա լիներ Թրամփի առաջին նախագահության ժամանակաշրջանը, ես կընդունեի ձեր ասածը, որ եթե Ամերիկայի նման պետությունը Թրամփը ընտրում նախագահ, բայց սա երկրորդ անգամն է Թրամփը ընտրվում։ Ինչ որ եւ նաեւ զավեշտ է, որ Մակրոնի նման նախագահը, Ֆրանսիայի նման պետության, միջուկային պետության նախագահը, ասենք ինչ որ այդ զեկույցների վրա հիմնվի։ Իրոք եմ ասում, որովհետեւ լինել միջուկային զենք ունեցող պետություն, դա այն որ ըստ ֆիլմի տրամաբանության հանակ մասխարություն չի։ Եվ հիմա մենք ասում ենք զեկույցը գնաց այստեղ, չգիտեմ։ Հիմա մյուս կողմից նայենք, հա։ Մակրոնի կողմից, չէ, մեր պատասխանի մյուս կողմից։ ահա։ Հյուսիս արևմուտքից 30 աստիճան։ Ուրեմն տեսեք,
կա Հայաստանի վարչապետ, որը կարծես թե բավարարում է Ռուսաստանին, Ռուսաստանի դեմ ոչ մի բան չկա, շոշափելի պրոբլեմ չկա, բավարարում է Արևմուտքին, ոչ մի բավարարում է Թուրքիային, բավարարում է Ադրբեջանին, կարծես թե բոլորին հարմար է, բայց այս բավարարումների մեջ կոնֆլիկտ կա եւ դա մեր գլխին է ջարդվելու։ Մի օր դա մի տեղից պայթելու է։ Եվ ամեն մեկը կարծում է, որ այս մարդը եթե գնա, կարող է իրանց բոլոր այդ կառուցվող puzzle-ը քանդվի, իրանց այդ սխեման քանդվի։ Դրա համար ամեն մեկը փորձում է պահպանի այս իրավիճակը, քանի որ խոստումներ անձնական են տրվել եւ փորձում են այս ամեն ինչը պահեն, որպեսզի ոչինչ չխաթարվի։ Բայց երբ որ քո ամբողջ մեդիան մեր բաներին էլ լրատվա միջոցներին էլ Աստված տվել չի խնայել, մեր քաղաքական գործիչներին էլ ի նկատի ունեմ ստատուսով, հա, Աստված տվել չի խնայել, այնպիսի այդ բարաթը, որ կար հեղաշրջման բարաթը, որ նստեն ընկերներով գրեն, ասենք 4 բաժին խորոված 5 կիլոյա պետք, թե էսա պետք, 8 հատ բիբար լավ կլինի ցախը ստեից լնի, ես կբերեմ, ենի կբերեմ, սենց մի բարաթ էր, որը պետքա իբր թե անցած տարի իրականանար։ Եվ ինչ էր, ընդամենը դրա արդյունքում պետքա լիներ երևի թե մասսայական անհնազանդության ալիք, հա, որպեսզի պարտադրեն իշխանության հեռացում։ Ես եմ տեսնում այդ կարդալով, հա։ Եվ այս աղմուկի ֆոնի վրա մարդիկ սկսում են բանալ, վայ, հանկարծ այս մեր պայմանավորվածությունը բան չլինի, սա դեմոկրատիայի փրկություն է, իսկ այս բանը որ անեն, դա պարտադիր ռուսական է լինում, եւ այնպես չի, որ հիմքեր չունեն ասելու, որ ստեղ ռուսական ազդեցության բաներ են։ Իրոք կան այդ ռուսական ազդեցության ուժեր ասեմ, կուսակցություններ ասեմ, անհատներ ասեմ ու սարսափելի շատ են։ Այդ գոնե գիտեն, ով ինչա շնչում, ով իր ապագան առանց Ռուսաստանի չի պատկերացնում։ Մի մասը ուղղակի չի պատկերացնում այդ համոզմանն է։ Մի մասն էլ վարձու են։ Այս ամեն ինչը գիտեն։ Դրա համար ասում են, այս վիճակը պետքա աջակցել այս վիճակը պահպանելուն, հանգարց այդ բանը չլինի։ Էսա։ Հիմա քանի որ դուք այդ ազդեցություններից եք խոսում արդեն, մեկ հարց։ Այդ ձեր ասած ռուսական ազդեցության գործիչները մի հատ թեզ են առաջ մղել եւ մղում եւ ավելի խորացնում են, որ արևմուտք եք ուզում, Թուրքիան է արևմուտքի Եվրոպայության կողմից պատգամված այն երկիրը, որը պետք է տարածաշրջանում, այսպես ասենք, հարցեր լուծի, Եվրոմիության կողմից մանդատավորված Թուրքիան է։ Ուզում եք Թուրքիա, թե Ռուսաստան։ Հիմա դուք ուզում եք Թուրքիա, թե Ռուսաստան, որն է ավելի լավը։ Մենք ուզում ենք Հայաստան եւ Եվրոմիությունը ոնց կարող է բանի Թուրքիային որպես իր ներկայացուցիչ դիտի ստեղ, երբ որ նա Եվրոմիության անդամ չի, մեկ։ Եթե այդ որակի պետությունն է, ուրեմն վաղուց իրանք կընդունեին Եվրոմիություն։ Ինքը տենց էլ այդ Եվրոմիության երեսը չի տեսնի։ Եթե իհարկե շատ մեծ ծառայություն հիմա չմատուցի Ռուսաստանի դեմ։ Եթե ծառայությունը մատուցի, կարող է այդ կուտնել ուտեն։ Որովհետև գիտեք, այդ տիպի երկրները, ոնց որ Թուրքիան, Ռուսաստանն է, հա, Պարսկաստանն է, Չինաստանն է, նրանք շատ կամային են ու շատ բռի եւ շատ համառ են իրենց գիծը տանելու համար։ Այն կողմում ընկրկող են։ Եվ այս երևում է, որ այս զորբայությունը
դեր է խաղում։ Եթե սենց հիմա նայում ենք, Իսրայելը իր զորբայությամբ Գազայում բանա ցեղասպանություն է իրականացնում, Եվրոմիությունը ծպտուն չի անում, դա մեր համար սիգնալ պետք է լինի։ Ամերիկան էլ օգնում է։ Արցախը դատարկվեց։ 1-2 լռեցին, մենք կարանք մեղադրենք մեր իշխանություններին, որ ինքը չի բարձրացնում այդ հարցը ընդհանրապես։ Հասկանում եք, Ռուսաստանը Ուկրաինայի վրա հարձակվեց, հա? Իսրայելը հարձակվեց Իրանի վրա։ Այսինքն դարձել է անկայուն մի իրավիճակ, որտեղ ես ենթադրում եմ, հենց զորբեքը իրենց օգտին լուծելու են ամբողջ այս բաները, խնդիրները։ Այդպես է երևում, որովհետև ոչ ոք այդ ագրեսորի կամ դահիճի ձեռքը չբռնեց, կլինի դա Եվրոմիություն, ամենահզոր պետություն կամ 7-յակ, 8-յակ, 5-յակ, քառյակ, հասկանում եք, մենք սա մեզ սիգնալ է, որ մենք պետք է առաջի հերթին, ասում եմ, sense քաշվենք մեր պատյանի մեջ, շատ ամրանանք, որպեսզի կարողանանք դիմակայենք, այս process-ը կարող է երկար տևի։ Ով կարա ասի, որ ինչքան է տևելու ռուս-ուկրաինական պատերազմը։ Ոչ ոք չի կարա ասի։ Ով կարա ասի։ Ամենայն դեպս ռուս-ուկրաինական պատերազմը արդեն 3 տարի, Ավել 4 ամիս, հա 3 տարի 4 ամիս ընթացքի մեջ է, եւ այդ ձեր ասած Եվրոմիությունն ու Արևմուտքն են այն գլխավոր դերակատարը, որ Ուկրաինան դեռ դիմանում է։ Դուք ասում եք ոչինչով չի աշխատում, չի անում, բայց փաստացի Ուկրաինայի դիմադրելը մասամբ, եթե նրանք ուզենային, շատ վաղուց այդ պատերազմը դադարած կլիներ, եթե չկիրառվեր սենց ժամանակավրեպ որոշումներ, զենքը տանք չտանք, կհաստատենք կգա եկող տարի, այս բաներով դիմացեք մինչև հասնի։ Հա, մեզ հիշում ես Տրամպն էլ տենց մի խորհուրդ տվեց, հույս ունեմ, լավ ժողովուրդ են, հույս ունեմ կդիմանան։ Գեղեցիկ դրոշ ունեն։ Ես տեսա ճանապարհին, գեղեցիկ դրոշ ունեն։ Այո, հա, գեղեցիկ դրոշ ունեն, հույս ունեմ կդիմանան։ Դրոշները շատ հաճելի են։ Եվ Տրամպի ժամանակ այդ պատերազմը եղավ։ Այսինքն կար նրա սանկցիան, ես համոզված եմ, առաջի իսկ օրվանից։ Այսինքն համոզել էին նրան։ Դե Վալոդյան նրա մոտ ընկերն է։ Ինչի մենակ Վալոդյան, Էրդողանն է, ինքը հիացած է, ինքը Վալոդյան իմ ընկերն է։ Ինքը մաչոներով հիացած է, ինքը հիացած է Էրդողանով էլ։ Իր այդ բառապաշարի մեջ մեկ-մեկ սպրդում է, չէ՞ որ այդ տեսակ մարդիկ իրան տղա են, հա։ Հա, տղա են, հա։ Եթե տղայի թեմա է, եղի են մեր ծռերը բանտու։ Տղեկին հանեք թող երկրին բան անեն։ Երկրին ուժ տան։ Հասկանում եք։ Սաղ տղային մենք քիքիր։ Մենք sense պետք է բան լինենք։ Սա է սխալը։ Ասում եմ ջունգլիների օրենքը։ Մենք պետք է մեզ ամուր պահենք։ Իհարկե մերժելով ամեն մի հակապետական, հակազգային առաջարկ զիջողական անգամ գործընթաց։ Այո, բոլոր այդ բաներին պետք է ասենք ոչ, մինչև սա խաղաղվի եւ խաղաղվելուց հետո նորից մեր իրավունքներին տեր կանգնելու ճանապարհ բռնենք, թե չէ սենց բանով այդ նո մեր հետ շատ են խաղում ու դա ամենացավալին է։ Մենք շատ բան ենք դարձել եւ այս վերջի հարձակումները եկեղեցու վրա աշխարհի պրեսան չարախնդում է, ծիծաղում են մեր վրա։ Մենք են առաջի քրիստոնյա ազգ եւ այլն, նարեկացի սուրբ։ Այս բոլորի ֆոնին Արարատ լեռ եւ այլն։ Այս բոլորի ֆոնին մենք սկսեցինք անիանալ, արդեն դառնալ անհետաքրքիր, անհեռանկար, իրենից ոչինչ չներկայացնող մի բան, որին հաջողությամբ հասել են, բայց կարելի է թափ տալ մի հատ
Եվ այս ամեն ինչի բան անել, բայց դրա համար պետք է ինչ, պետք է ազգային իշխանություն, կամային որոշումներ եւ ամուր բան կեցվածք։ Այնպես չի որ ով ինչ ասես պարտավոր ես անես։ Գնա քո երկրում արա այդ ինչ որ ուզում ես։ Հասկանում ես։ Իմ դիրքորոշումը դա է եւ Բևերի դիրքորոշումն էլ է դա։ Մեզ մեր համար անընդունելի է, անընկալելի է ցանկացած բան, ինչը դեմ է մեր ազգային շահին, մեր պետականության շահին եւ մեր ապագային, որովհետեւ ստեղ դրանից էլ կախված է, թե ապագան ինչ հնարավորություն կունենաս։ Պարոն Պետրոսյան, ձեր խոսքի մեջ նշեցիք եկեղեցու նկատմամբ ոտնձգությունները, շատ ծանր վիճակ է, երբ տեսնում ես, լսում ես, որ երկու արքեպիսկոպոս ձերբակալվել են, ապա կալանավորվել, դիմակավորված հատուկ ծառայությունների դիմակավորված աշխատակիցները հայտնում են վեհարանի տարածքում, այսպիսի բաներ եղել է անցած դարի 30-ական թվականներին Ստալինի ժամանակաշրջանում եւ էլ ես չեմ հիշում անկեղծ որ ասեմ մեկ էլ երևի Պապ Թագավորի ժամանակաշրջանում Դա մի քանի անգամ 3 թվականին ա եղել երբ որ բանի դպրոցները փակելու եկեղեցու գույքը գրավելու բանի բայց դա մեր պետության կողմից չի եղել դա օտարի կողմից է եղել ես ասում եմ մեր պետության հայկական պետության իշխանությունների հայկական իշխանությունների կողմից հայկական իշխանությունը այսօր է այդ 37 թվին չի եղել հայկական իշխանություն դա եղել է սովետական միության մեջ մի ֆորպոստ որտեղ եղել է նամեստիկ այդ նամեստիկներն էլ կատարել են ընդեղի հրահանգները հիմա սովետական միությունը աթեիստական պետություն էր իրապե սովետական միությունը ինքը ամբողջական էր մակում այսինքն մենք դա հասկանում ենք բայց ես երբ որ շրջագայում եմ երբ որ ասում եմ Արմենիա հատկապես այն արևելյան երկրներում ինչ ասեմ քեզ 10,000-ից մեկը կարող է իմանա Արմենիան ինչ է հասկանում եք 10,000-ից մեկը չգիտեն Հենց բացատրելով բանով գալի, երբ որ ասում ես Պարսկաստանի կողքը հասկանում են։ Թուրքիայի կողքը հասկանում են։ Հին SSSR որ ասում ես, դա էլ են հասկանում, բայց Հայաստան չեն հասկանում։ Բայց մենք իբր թե կիսանկախ վիճակում ենք եւ մեր ազգային իշխանությունների հրահանգով է եղել այս գրոհը վեհարանի վրա արդեն։ Եթե այն վաղտ կախյալ բաներ էին, հիմա կիսակախյալ սա համեմատելու չի նրանց հետ։ Սա չգիտեմ, սա ազգային խայտարակություն է։ Եվ մի կողմից հապրծպր խոսում են իմ բանի Փաշազադե եւ այլն այն կողմերից, հա, այս կողմերից Թուրքիայից են խոսում Հասկանում ես Կիրիլ եւ այլն գնում են Բարդուղիմեոս դարձնում են Ադրբեջանի բան սուրբ այս ամեն ինչին եկեղեցին լուր էր տարօրինակ է չէ համա գոնե ձեր գործով լավ զբաղվեք հասկացանք ես շատ լավ պատկերացնում եմ որ կապ չունի եկեղեցական ես թե բան ես Նախրապան ես, քո ազգի հարցերով դու պարտավոր ես կարծիք ունենաս եւ պարտավոր ես քո երկրի համար քո բարձրաձայն ես քո դժգոհությունը եւ այլն եւ այլն։ Եվ այդ տրամաբանության մեջ եկեղեցին այո, իրավունք ուներ, իհարկե, ով ասեց, որ իրավունք չունի, երբ որ իր պետության, հա, իր քաղաքացիների, իր ազգի, իսկ դա ազգային եկեղեցի է, հետ ինչ որ բաներ են կատարվում Եվ նրանք պարտավոր են իրենց կարծիք հայտնել։ Ինչ է նշանակում իրենք չպետք է մտնեն քաղաք, չեն մտել։ Իրենք կարծիք են ասում։ Իսկ եթե
Ընթացքը վատն է։ Այդ ինչ էիք մեր բաներին տերտերներին ուղարկում զորամասեր։ Հա? Ինչ էիք ուղարկում։ Դե չեն ուղարկում։ Հա, բայց ուղարկում էին, չէ՞։ Դե նախկիններն էին։ Մեր եկեղեցին ազգային է։ Դա նախկիններն էին։ Մեր եկեղեցին ազգային է։ Եթե ազգային է, ինքը ազգի շահով պետք է տարապի, կարծիքել հայտնի, եթե պետքա, վաղը զենքել վերցնի ազգի հետ կռիվ տա։ Դե Թշնամու դեմ։ դա բազմից է եղել մեր պատմության ընթացքում, երբ է եկեղեցին։ Ուրեմն զարմանալի չի, եթե իրանք դժգոհություն են հայտնում։ Բայց ստեղ ասում եմ, իրենց բոլոր թերություններով հանդերձ, իսկ թերություններ շատ ունեն, մենք գիտենք։ Նրանց տված վնասը մեր պետականությանը համեմատության մեջ շատ ավելի քիչ է, քան իշխանությունների տված վնասը։ Հասկանում եք։ Ինչի եկեղեցին իրավունք ունի պահանջի, որ իշխանությունները հրաժարական տան, եթե ճիշտ չեն վարվում։ Ո՞վ ասեց։ Հո մենք կղերական պետություն չենք։ Սարկազմով ես ասում։ Չէ, հեչ կղերական չենք։ Բացարձակ կղերական չենք։ Ես կասեի հիմնականում հավատացյալ չենք։ Նույնիսկ փորձ ենք անում կղերավ օլիգարխիկ հեղափոխություն անել։ Այդ աշխարհի բոլոր եկեղեցիներն են դա։ Բոլոր աղանդներն են այդպես։ Այդ բոլորը կառուցված է այդ բանի։ Սա բիզնես պրոյեկտներ են, հազարու մի տեսակ, հա, մի քիչ էսկոմ, մի քիչ ենկոմ։ Եվ իշխանություն դա նորմալ է։ Մարդը իր էությամբ այդպեսին է։ Պաշտոն ունեցավ, պետք է ձգտի բանի, փողի։ Փող ունեցավ, հեղինակությամբ պետք է ձգտի։ Այս անընդհատ էլ գնում է։ Նույնն էլ եկեղեցիներում է։ Ամեն տեղ դա է։ Բայց դուք կտեսնեք, որ ինչ որ մեկը, ասենք Լեհաստանի նախագահ հարձակվի իրենց եկեղեցու վրա, ինչի իրանց եկեղեցին սրբանոց է, կամ մեկը իր մոլլային ինչ որ բան։ Չէ, այդպես չի։ Սրա տակ լուրջ բան է դրված։ Իրենց բոլոր դեֆեկտներով, եթե բան ունեիք ասելու, կարելի էր հանդիպել, քննարկել եւ այդ ամեն ինչը լուծել ազգի շահից ելնելով, ոչ թե դարձնել ես բալագան։ Բալագան է դարձել։ Ով ինչ գիտի ասում բանանում, ապրծապր խոսում են, քրվում են։ Չէ, հիմա էլ չեն քրվում, ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է, որ բոլոր եկեղեցականներ իր եղբայրներն են։ Լավ էլի, վաղն էլ ուրիշ բան կասի։ Չէ, հիմա ինչ ասել է, այն եմ ասում, ես դա ինձնից չեմ ուզում, այդ ոչ քո ցիտատները լսեմ, ոչ էլ բան։ Անցանք առաջ, ուրիշ բան։ Հա, մի ինձ մի բան արա։ Անցանք առաջ։ Ադրբեջան-Ռուսաստան դաշնություն։ Լավ թեմա է։ Ինչ եք կարծում, դա ահազանգ չի կարող հանդիսանալ մեր հայրենակիցներին, որոնք ապրում են Ռուսաստանի դաշնությունում։ Իհարկե կարող է։ Նայեք, միառժամանակ առաջ համացանցում եւ ինչու՞ չէ նաեւ Ռուսաստանի դաշնության պետական հեռուստաընկերություններում կադրեր էր շրջում, թե ինչպես են օմոնականները, հատուկ ծառայությունների հատուկ ջոկատայինները դիմակներով այսպես ներխուժում են կեցավայր մարդկանց, բոլորին պարկացնում են գետին, սողացնում են, տկլոր այսպես քաշ են տալիս գետիններով, տաջիկների նկատմամբ արեցին, կիրգիզների նկատմամբ բոլորովին վերջերս արեցին, հիմա ադրբեջանցիների նկատմամբ են անում, չի բացառվում, որ վաղը հայերի նկատմամբ անեն։ Չէ, ոչ թե չի բացառվում, իրանք հերթի մեջ են, լինելու է անպայման, որովհետև ըստ Կրեմլի բոլոր այն տարածքները, որոնք եղել են ռուսական կայսրության եւ հետո սովետական միության մաս, դրանք բոլորը իրենն են, իր հարճերն են։ Իրենն են, այո։ Եվ ինքը պետք է որոշի, ինչը ոնց, որտեղ, ինչ անկախություն, ինչ բան։
Ադրբեջանը օգտվելով սրանց թուլությունից, իր կարևորությունից, որ պետքա միջանց հանդիսանար Պարսկաստանի մեջ այս պատերազմական վիճակում Ուկրաինայի հետ, սկսեց իր սուվերենության նշաձողը բարձրացնել։ Այնտեղ որոշեցին մի քիչ պատժեն։ Ամենը մի քիչ կսմտեն այսպես։ Հա։ Բայց այս կողմից ռեակցիան շատ հզոր էր, ուժեղ էր, որովհետև Ալիևը արդեն մաչոյա, ինքը իրեն պատկերացնում է Տրամփը հիմա Ալիևին էլ հա ոնց որ կհարգի։ Կհարգի, հա, մաչոյա եւ ինչի՞ չէ, եթե Պուտինի դեմ է խոսում, ուրեմն եւ այս եւ ունենալով հզոր թիկունք ոնց որ Թուրքիանը այստեղ կարա եւ այդ խաղը օգտագործվի որպեսզի ընդհանրապես ռուսական ազդեցությունից Ադրբեջանին ամբողջությամբ դուրս բերեն այդ պարագայում Ռուսաստանը կկտրվի Պարսկաստանի հետ կապից որովհետև նա ունի ուղիղ կապ Ադրբեջանի միջոցով, հա Դաղստան, Ադրբեջան եւ Պարսկաստան իսկ տեղից ինքը սնուցվում էր պատերազմը վարում իրան այդ ճանապարհը շատ կարեւոր է բայց հիմա Ադրբեջանը այդպես լարելով թիկունքին կանգնելով ըստ երևույթին այսքան դրան բոնուսներ տվեցին մեր հաշվին հենց այս բաների համար հասկանում եք շատ ծանրամեր վիճակը Ադրբեջանում ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին ռուս նարկոկուրիերներ, ասեմ ձեզ, նարկոտիկի գործանողներ, սես ճակերտներով ասեմ, ես ինքս չեմ հավատում։ Ռուսաստանում կալանավորվում է մարդ, որը հանկարծ պարզվել է, որ 2011 թվականին, 2014-15 թվականներին ինչ-որ սպանությունների մեջ է մեղադրվում։ Ինչ-որ շինծու, ինչ-որ բան չկա դրա մեջ։ Բոլորը բոլորի մասին ամեն ինչ գիտեն եւ օգտագործում են, երբ իրանց պետք է։ Այս եղավ այս բարաթը, որ 24 թվականի հուլիսին պետքա, չգիտեմ, հեղաշրջում արվեր, հա, 25 թվականին հիշեցին, չէ՞ դրա մասին։ Ուղիղ 1 տարի հետո։ 24 թվականի փետրվարին զինված ապստամբության, այսպես ասենք, կոչ անելու համար 25 թվականի հունիսին հիշել են։ Հա, Այն դեպքում բոլորը դասը լավ սերտեր են։ Պրոպագանդայի հնարավորությունները ձեռքի տա, ժողովուրդն էլ ոչ ժամանակ ունի, ոչ խելք ունի խորանալու այդ աստիճան որ հասկանա ինչից հետո է։ Հիմնական զանգվածը ինչ որ խորդում է այդ էկրաններից այն էլ ինքը վերցնում եւ դարձնում է իրեն է, այնպես որ հիմա ինչքան են խոսում, ահաբեկչություն, խոսում են չէ՞ մեր մոտ։ Հա, մարդիկ ասում են, բա ինչ, թողնի ահաբեկչությունը։ Հա։ Առանց խորանալու, առանց եւ շատ մարդիկ, ես շփումներիս արդյունքով եմ ասում, մտածում են թե այդ թուղթը ահաբեկչության պլանը, այդ ապստամբության պլանը, որ հիմա վերհանվել է, այսպես ասեմ, հասարակայնացվել է, այդ թուղթը հիմիկվա համար էր։ Ոչ ոք չի խորանում, որ դա մի տարի գաղտնիություն ունեցող գործողությունների մասին է։ Երկար է, ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իր դարդին։ Դե դուք եք երաժիշտ, դուք իմանաք այդ երկերը, այդպես երկեր չեմ անում։ Այդպես երկար։ Ես արձագանքի երկեր եմ հիշում։ Մերսի։ Ուրեմն ժողովրդի բացարձակ մեծամասնությունը, բացարձակ մոլորակի բացարձակ մեծամասնությունը դա կարող է 85%, հա, լրիվ ինքնահուսով ապրող են, իրենց օրվա հարցը լուծելու, իրենց սնունդը հայթայթելու, հա, իր ընտանիքի բան, այս մարդկանց տրված չի խորանան ամբողջությամբ,
Խորանալու համար պետքա մի քիչ գիտելիք, անալիտիկ մտածողություն։ Պետքա ըմբռնում քարտեզ գոնե իմանալ, լավ։ Բայց ինձ պետք է քարտեր։ Դե եթե քարտեզ չգիտեն, իրան որ ինչ որ մի բան ասես, այս բաների մասին ինքը չի իմանա։ Եթե իրան ասես, բա գիտես, հեսա այս ինչ երկիրը, որը գոյություն չունի, երկիր չկա տենց։ Հարցակվել է բանի Վրաստանի վրա, այդ 85%-ը դա ընդունելու է, որովհետև քարտեզ չգիտի։ Հասկանում եք։ Մեղադրելու չի մարդու էությունն է այդպես։ Այդ ամենամեծ զանգվածը իր առօրյա կյանքով է ապրում եւ ընդամենը մեդիայի ազդեցության տակ է ապրում։ Ինչ որ իրան կմատուցվի, ինքը դրա տակ էլ կմնա։ Այն մնացածը մի քանի տեսակ կան։ Մի քանի խմբեր են։ Եվ ասեմ տվյալ պետության, տվյալ ազգի մասին մտածողը պետքա գոնե 5% կազմի, մեր մոտ այդքան չի կազմում, ցավոք սրտի, կարող է 2-3%, որը շատ քիչ է դեմոկրատիայի պայմաններում, որովհետև դեմոկրատիան ինչ է, դա ընտրություններ է, չէ՞։ Ընտրությունները դա ամեն մարդ մի քանի Դեմոս, ժողովուրդ, կրատիա, ամեն մի մարդ էլ մի քվե է, չէ՞։ Հիմա 85% քվեյով որ գալիս են ռոպագանդայի տակ մնացած, այն 5% խելացի զանգվածը, գիտելիք ունեցող զանգվածը, ազգի համար դարդանող զանգվածը, ոնց պայքարի դրա դեմ։ Իմիջիայլոց մասսայական լրատվամիջոցներին Ադոլֆ Հիտլերն ու Գեբելսն էլ էին շատ մեծ նշանակություն տալիս։ Հիմա ինֆորմացիոն պատերազմի ժամանակներ է։ Ինֆորմացիոն պատերազմի Դա հələ նախորդ տարի 30-ական 40-ական Հիմա լավ գիտես որ ChatGPT-ն բավականին արդեն մտավ, չէ։ Հիմա եթե Արցախի մասին, Ղարաբաղ բառի մասին երևի հարց տաս, կարող է արդեն մենք տանուլ տանք, որովհետև Ադրբեջանը այնքան նյութեր է լցնում, աջ ու ձախ փողերը ծախսում ու լցնում, բոլոր երկրների գրադարաններ, բաներ, համալսարաններ եւ այլն։ Եվ այդ լցրածը գալու է դառնում է շտեմարանի մաս։ Այդ եթե Ինչի՞ եւ օգտվում է ChatGPT-ն։ այո, Google-ը կլինի, Արհեստական բանականությունը հենց դրա վրա է։ Դու հարցնես։ Եթե մեր էս пассивության պարագայում մի քանի տարի հետո կտեսնես, որ մեր մասին մի հատ այսքան բան է, որը աննշան է, երևի չի էլ բերի, այդքան չեն էլ խորանա հասնեն այդտեղ կարդալու, բայց սրանց էս տարածած, էս գրքերը, մրգերը, բան, գիտես, սրա դեմ առնելը շատ բարդ է, դա անհատների ժամանակ չի։ Չի թվում, որ շատ բարդ է, եթե պետություն լինում է, պետական նորեն Եթե հենց ասեցիր, այդտեղ կանգնեցինք։ Դու իմ միտքը բան չթողեցիր ավարտեմ։ Անհատների գործը չի։ Անհատները կարան աջակցեն պետության այդ ամեն ինչի հասնելու համար, բայց պետությունը պետք է այդ ջանքերը գործադրի, որպեսզի գործադրի, պետք է հասկանա, որ դա շատ կարևոր է։ Որպեսզի հասկանա, ինքը պետք է շահագրգիռ լինի հասկանալու, ինքը պետք է, գիտես, հիմա Փաշինյանը այդ բանը այդ կրծատած Հայաստանի այդ մակետով որ հա ֆրֆռում է։ Հա ցույց է տալի որպես չգիտեմ ինչ։ Դա ինչի արդյունքում է եղել։ Ցեղասպանության, չէ՞։ Մեր բաների օկուպացիայի, թուրք-ռուսական օկուպացիայի, չէ՞։ Ադրբեջանի օկուպացիայի, այս ամեն ինչի արդյունքում էսա մնացել։ Ու դա ինչի է սա որպես հպարտություն թափառում։ Նրանք ուրանալով, չէ։ Հասկանում ես։ Այսինքն պետքա սրտացավ մոտենալ այս ամեն ինչին եւ այդ պետքա լինեն համապատասխան մարդիկ, որոնք պետքա ապահովեն այդ սրտացավությունն էլ, գործնել։
Մենք Ադրբեջան-Ռուսաստան հակամարտությունից ենք խոսում, հիմա ըստ ձեզ այդ հակամարտությունը ինչով կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների լավացման վրա կամ Հայաստանի վիճակի բարելավման վրա։ Լավ հարց է, հիմա մեր ժողովրդի մի էլի ծանրակշիռ մասը ասում, ահա, այս ռուսը մեզ բան կանի, որպեսզի Դե մեզ ռուսը միշտ բան ա արել, թե գիտեմ, մի ինչ-որ նյութել է, չէ, տարածվում չեմ նայել։ Պուտինի ասած բան, որ Արցախը իր Ղարաբաղը իր ճիշտ օրենքներով դուրս է եկել սովետական միությունից Այդ նոր է ասել։ Այս մի քանի օր չգիտեմ, այդ սարկածը ինչ արդեն Հիմա արդեն այդ ձեր ասած արհեստական բանականության պայմաններում շատ դժվար Հիմա է։ արդեն չեսել կամ արդեն Ալիևն էլ ասում էր այդ դրամաբանությամբ, որ Կրեմլը մենք ենք Քերիմլին ասարել եւ այլն, էլի։ Այսինքն այս գժանոցի մեջ արդեն շունը տիրոջ չի ճանաչում։ Մենք մտնում ենք նոր ավելի турբուլենտ զոնա ու թե ինչքան կտևի սա լավա գոնե Պարսկաստանը լավ դիմացավ բին մնաց բայց ասա նոր ալիք չգա Պարսկաստանը մեր համար շատ կարևոր է եւ այդտեղ էլ էլի ինչ որ բան սրվեց չէ Ադրբեջան Իրան հələ ամեն ինչ արժևում է բայց մենք ինչով ենք զբաղված սա է հարցերի հարցը արժևում շատ բան է փոխվելու դու պատրաստ ես արդյոք քո կողմից այդ փոփոխություններին մասնակից լինելու քո շահերը հետապնդելու եւ քո համար ավելի շահեկան վիճակի գալու մենք Արցախով լրիվ ուրիշ սուբյեկտ ենք առանց Արցախ հիմա մենք ոչինչ ենք Ցավալի է իրոք Արցախի կորուստը, բայց հուսանք, որ այդ կորուստը ժամանակով ազգային իշխանություն լինի, ամեն ինչ վերականգնվող է։ Այս ձև չպետք է լինի։ Սա հակամարտկային է, հակատրամաբանական է, ապազգային է, չգիտեմ, ոգու դեմ է, ամեն ինչի դեմ է սա, հասկանում ես։ Սա մինչև մեր ժողովուրդը չհարացել այսքան, որովհետև ինքը անընդհատ ապրում է անարդարության մեջ, անընդհատ, ինքը զգում է, չէ՞ որ անարդար են վարվում իր հետ։ Եվ իրան էլ այնքան են դարձրել անզգամ, որ ինքը չի գիտակցում, որ ինքն է միայն փոխողը այս ամեն ինչի։ Այդ բանի փոփոխություն բերողը ինքն է։ Այ երբ որ իրան մենք կմոտիվացնենք, եթե հաջողվի իհարկե, ամեն ինչ լրիվ ուրիշ ընթացք կստանա։ Մենք մոնոլիտ պետություն, մոնոլիտ ազգով պետություն, մեզ ներսից sense կարում են քանդեն։ Հələ մտածի Ադրբեջանի մասին։ Նա մոնոլիտ չի։ Թալիշներ, լեզգիներ, ավարներ եւ ուդիներ։ Նա կարացել է sense հավաքի ինչ որ բանի զարթոնքի բերի ազգ ձևավորելու վրա, հա? Մենք լինելով մոնոլիտ հասարակների ճամփա անցած ազգ, sense փալասի դերում ենք։ Շատ ամոթ։ Շատ գորշեք ներկայացնում։ Շատ ամոթ է։ Ես այդպես ծանր եմ։ Ամոթալի վիճակում գոնե ասենք էլի։ Կարող է ես երևի թե շատ խորն եմ ընկալում այդ ցավը։ Դրա համար եմ այդպես ասում։ Հա, իհարկե չի կարելի ասել։ Բայց ես շատ խորն եմ այդ ցավը ընկալում։ Դրա համար է։ Պարոն Պետրոսյան, դուք խոսեցիք իշխանության գալու, իշխանություն ձևավորելու մասին։ Այս հարցը ես հիմնականում ուղղում եմ իմ բոլոր հյուրերին։ Դուք Աստծո կամոք ընտրություններով կամ չգիտեմ ինչ ձևով գալիս եք իշխանության։ Պատրաստ եք բոլոր այն օրենքները, որոնք ճնշում են մեր քաղաքացուն, գույքահարկի օրենք, կարմիր գծերի եւ այլ այդ օրենքներն եմ ասում, էլի, որոնք որ գործում են, որոնք բերեն հասարակության վրա հարկային օրենսդրություն փոխել։
Թե ասելու եք այդ նախկինն է, արդեն կա այդ օրենքը, ոնց կա թողնենք կա։ Փոխել։ Դրա համար կա տնտեսական քաղաքականություն եւ այլն։ Որ մի երկրում է այդ ամեն ինչը չկա։ Կա, բայց այդ ամեն ինչը ճիշտ օգտագործել։ Ո՞վ է տրանսպորտը կարա մեր մոտ անվճար լինի։ Որ պարագայում։ Օրինակ երկրներ կան, որ տրանսպորտը ուրբաթ օրերը անվճար է։ Հա, ուրեմն այդ երկրները ուրիշ մի բան հոսք ունեն բյուջեի, որը կարան օգտագործեն դրա Բայց համար։ այդ բյուջեի հոսքով, այդ բյուջեի հոսքերով նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ցույց էր տալիս, որ բյուջեն այդքան հոսք ունի, որ տրանսպորտը դոտացվի, չթանկանա։ Այո, այս ամեն ինչին պետքա դու տիրապետես, նոր այն որ պետքա բերել ամեն ինչը արդար վիճակի, դրանով ոչ մի խոսք։ Ցանկացած իշխանության խնդիրը պետքա լինի այն, որ ինքը իր երկիրը դարձնի այնքան կոմֆորտի զոնա, որ իր քաղաքացիները ոչ թե թողնեն գնան, այլ ձգտեն գան։ Այլ թողնեն գան։ Այո, թողնեն գան։ Սա շատ կարևոր բան է։ Այսինքն ունենալով այսքան ինտելեկտ ազգի մեջ դա տրված է, Աստծո կողմից տրված է մեզ։ Այս ինտելեկտով ժողովուրդը սենց բարադի ապրի, ճիշտ չի, հասկանում ես, պետք է գտնել են լավագույն ալգորիթմները գտնել, լավ համակեցության համար, լավ կյանք ապահովելու համար, փառք Աստծո, մեր բնությունն էլ մեզ շատ բաներ է տվել։ Մենք օգտվում ենք տարվա բոլոր 4 եղանակներից էլ։ Ամեն ինչը կա մեր մոտ, որպեսզի մենք, բայց պետք է գիտակցել, որ մենք նախ պետք է առաջին հերթին մեր անվտանգության հարցը լուծենք, ազգովի բոլորով պետք է լուծենք մեր անվտանգության հարցը, ստեղծենք այնպիսի անվտանգ միջավայր, որ ոչ մեր երեխեքը բանակից խուսափելու համար թողնեն երկիրը գնան, ոչ էլ ծանողները բանալեն, թե այս տեխնոլոգիայի դարում, չգիտեմ, այնքան անելիք կա, ու այդ անելիքները կարելի է իրագործել, եթե կա այդ կամքը և այդ ցանկությունը և այդ սերը առ քո երկիր, առ քո ժողովուրդ։ Եթե դա չկա, ընդամենը քո անձնական շահն է քեզ բանանում և քո ամբիցիան, որ դու այս ստատուսի մարդ ես, դրանով դա բավարար չի։ Դա բավարար չի։ Պետք է լինի ազգային իշխանություն և ամուր կամք և օրենքի գերակայություն։ Այդ պարագայում ամեն ինչը տեղի կընկնի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Պետրոսյան ինձ հյուրընկալվելու համար։ Ես եմ շնորհակալ։ Հանգամանալի զրույց ստացվեց։ Հուսով եմ, որ ձեր ցանկությունը կիրականացվի եւ մենք մեր հետևորդների հետ բոլորս միասին կվայելենք այդ նորմալ երկիր, արդար երկիր, օրենքի երկիր, օրենքի պետություն ունենալու քաղցրությունը, անվտանգ պետություն ունենալու քաղցրությունը։ Այսօր այսքանը, ցտեսություն, մինչ նոր հանդիպումներ եթերում։